Չկա որևէ կարգավորում, այս պահի դրությամբ ես ասում եմ որպես մարդ, որ հասկանում է ռազմական գործընթացները ոնց են արվում։ Այս պահին ամեն կերպ Հայաստանին հետ են պահում իր պաշտպանունակությունը վերականգնելուց, ամեն կերպ հետագծվում դա, ամեն կերպ թուլացվում է Հայաստանի պաշտպանական բոլոր մեխանիզմները, թե ռազմի դաշտում, թե գետնի վրա, թե միջազգային քաղաքականության ասպարեզում, թե տեղեկատվական ասպարեզում եւ այլն, հա։ Ամեն կերպ թուլացվում է Հայաստանի պաշտպանունակությունը, իսկ Ադրբեջանը այդ ընթացքով օրեցօր ավելի է մեծացնում իր ռազմական հնարավորությունները, ռազմական եւ քաղաքական հնարավորությունները։ Հիմա այս իրավիճակում ինչ կարգավորման մասին կարող է խոսք գնալ։ Մեր ուղղակի ամեն օր զանազան Արեգ Քոչինյաններ, Բորիս Նավասարդյաններ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյաններ, Արարատ Միրզոյաններ, Ռուբեն Ռուբինյաններ եւ այլն, այդ կերպարները ամեն օր փափուկ բարձ են դնում մի կողմից հայերիս գլխի տակ, մյուս կողմից իրականում անընդհատ շանտաժ են անում պատերազմով։ Մեզ չընտրեք, պատերազմ կլինի։ Այս ինչ բանը չհանձնենք, պատերազմ կլինի, Մասիս սարի վրա չնայեք, պատերազմ կլինի, այդ ինչ է եթե ոչ շանտաժ։ Եկեղեցու վրա հարձակումները էլի այդ պատերազմով շանտաժի մի մասն են։ Եկեղեցին այսօր խոսում է հայերի հայազգի դիրքերից, ազգապահպան դիրքերից, այդ թվում գերիների մասին է խոսում, հա, բարձրաձայնում է բոլոր միջազգային հարթակներում, բոլոր հանդիպումների ժամանակ։ Ու եկեղեցու դեմ այսօրվա հարձակման շահառուներն են Թուրքիան, Ադրբեջանը եւ Նիկոլ Փաշինյանի խմբակը։ Այսինքն այն ինչում մեղադրում են մեզ, ովքեր կասկածի տակ են դնում, լրիվ հիմնավոր կասկածի տակ ենք դնում, որ դա իրականում խաղաղություն չի, դա կարգավորում չի, դա սահմանազատում չի, հիմա մեզ վիրավորում են։ Եթե վիրավորում են, նշանակում է ուրիշ փաստարկ չունեն։